Շնորհակալ եմ, պարոն Սիմոնյան, քիչ շատ խառը բաներ ասեցիք, եկեք հասկանանք սկզբից։ Նախ անհրաժեշտությունը որտեղից է առաջացել սրա, խնդրում եմ նախապատմությունը մեզ ներկայացնեք։ Դուք ասում եք, որ ըստ էության դրանք արգելված բաներ են, եթե պետությունների միջև չկա շատ հստակ ամրագրված համաձայնագրեր։ Հիմա մենք ընդունում ենք ԵԱՏՄ անդամ երկրների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում այդ կաբոտաժային փոխադրումները։ Դուք ասացիք, որ մեր տեղեկություններով սեպտեմբերից նաև Ռուսաստանի Դաշնությունում համապատասխան օրենքը մտնելու ուժի մեջ։ Մեզ կարող եք հստակ առանց ոչ թե մեր տեղեկությունների, այլ հստակ տեղեկություններ հաղորդել, թե ԵԱՏՄ անդամ որ երկրներում երբ է օրենքը դրվելու կիրառության մեջ։ Այս երկու հարցը, եթե կարելի է սկզբում։ Շնորհակալություն, վերջից գամ։ Ռուսաստանի Դաշնությունում նախատեսված է եղել դեռ մարտից, որ պետք է ուժի մեջ մտնել, այսինքն նորմատիվ իրավական ակտերը արդեն իսկ ընդունված են։ Օրենքը ընդունվել է 2022 թվականին, օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ ակտը, որ իրանց մոտ նախարարի հրամանով է կարգավորվում, ընդունվել է 24 թվականի վերջ կամ այս տարվա սկիզբ, կարող է սխալվեմ, բայց այդ նորմատիվ իրավական ակտերը ընդունված են, ուղղակի իրանց ուժի մեջ մտնելու ժամկետը տեղափոխվել է սեպտեմբերի 1։ Եթե գործընկերները ուժի մեջ մտնելու ժամկետը եւս որոշեն ինչ-որ X քանակով փոխել, որովհետեւ բոլոր անդամ պետությունները դեռ պատրաստ չեն դրան, ես այս բանը չեմ կարող նման բան կանխատեսել, բայց նույն գործիքակազմը մենք էլ ունենք, այսինքն երբ որ մենք նորմատիվ իրավական ակտը օրենքից բխող ընդունելու լինենք, մենք էլ կհամապատասխանեցնենք այդ պահանջներին։ Ինչը վերաբերվում է մյուս անդամ երկրներից դեռ այս բանին չեմ կարող պատասխանել, որտեղ մենք համապատասխան հարցումներ ենք ուղարկել, բայց այն պարտավորությունը, որ պետք է իրականացվի անդամ երկրների կողմից, ֆիքսված է 2015 թվականի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի թիվ 13 որոշմամբ, որը իմպերատիվ է։ Չէ, չենք հապաղել, 15 թվականի որոշում, 15 թվականի Դեռ Ռուսաստանում ասեցի 22 թվականին է, չէ՞ սկսվել ըստ էության process-ը։ Տեսեք, 22 թվականին սկսվել է, բայց այնտեղ փուլայնության տարբեր աստիճաններ են եղել։ Այդ նույն 13 որոշմամբ հստակ փուլեր են նկարագրված, որ փուլում ով ինչ է իրականացնում։ Օրինակ Ղազախստանի Հանրապետությունը նշել է, որ իրանք այդ առաջին, երկրորդ, երրորդ փուլերին չեն մասնակցել, իրանք միանգամից վերջին փուլին 25 թվականից են մասնակցել։ Այնտեղ տարբեր երկրների մասով տարբեր փուլայնություն կա, բայց մենք ժամկետների մեջ ենք գտնվում, այստեղ որևէ խնդիր չկա։ Տիկին Խամյան, միացրեք նոր են։ Որպես շարունակություն էլի մի քիչ կարաք նկարագրեք անհրաժեշտությունը ինչից է առաջացել, մեզ ինչ է տալու էլի։ Որտեղ այդ կաբոտաժային փոխադրումներ հանրությանը շատ բան չի ասում։ Չէ, տեսեք, անհրաժեշտությունը հիմնականում տրանսպորտային ավելի խորը համագործակցություն եւ տրանսպորտային փոխադրումների ավելի մեծ ազատության աստիճանի մասին է խոսքը։ Օրինակ նույն Եվրամիության երկրների տարածքներում, որտեղ այդպիսի միություններ կան, տնտեսական, նույնպես կաբոտաժային փոխադրումներ են իրականացվում, իրենք էլ 3-ից էին սկսել, եթե չեմ սխալվում, այս բանը քննարկվում մինչև 5 փոխադրում իրականացում ինչ-որ ժամկետից, եւ այդ փոխադրումները պրակտիկայում ցույց են տվել, որ դրական ազդեցություն են ունենում բեռնափոխադրումների գնի նվազեցման վրա, օրինակ։ Եվ այս տեսանկյունից, օրինակ մեր պարագայում, անկեղծ ասեմ, մեր շուկան քանի որ շատ մեծ չի, Ռուսաստանի, Ղազախստանի շուկաները բավականին մեծ են եւ բեռնափոխադրման ծավալները այնտեղ շատ անգամ ավելի մեծ են, ապա սրա ազդեցությունը մեր փոխադրողների վրա մեր կարծիքով բավականին մեծ է լինել։